Ամանորին հաշված օրեր են մնացել ու մայրաքաղաքն աստիճանաբար լցվում է տոնական տրամադրությամբ։ Փողոցներում արդեն երևում են տոնական լույսերը, խանութներում շտապող գնորդներ, մարդկանց մի մասն էլ մտածում է ինչպես ու որտեղ դիմավորել ամանորը։ Ոմանք նախընտրում են տանը անցկացնել երեկոն, ընտանիքի ու մտերիմների հետ, մյուսները պատրաստվում են ճամփորդել, այցելել ընկերներին, զբոսնել ու վայելել տոնական մթնոլորտը։ Armenia Today-ը դուրս է եկել մայրաքաղաքի փողոցներ, պարզելու որտեղ են քաղաքացիները պատրաստվում նշել նոր Ինչպես են նրանք տրամադրված ու արդյոք արդեն զգում են տոնական ոգին։ Երևանը, մեր տանը։ Ինչ ավանդույթներ ունեք։ Որ մեկը ասեմ։ Երեխաների հետ հավաքվում եք, թորնիկներ։ Անպայման, բա առանց երեխեքի, առանց թորնիկների նոր տարին ումա պետք։ Կա արդեն տոնական տրամադրություն։ Հա, տունը փոքր երեխա որ կա, տրամադրությունը արդեն տոնական է։ Գումարվում է նոր տարին էլ շատ լավ է լինում։ Իսկ փորձել եք Հայաստանից դուրս նշել ամանորը կամ օրինակ Հայաստանի մյուս քաղաքներում։ Չէ, տանը, նոր տարին տանը։ Տանը, ընտանիքի հետ միասին։ Կա արդեն տոնական տրամադրություն։ Մի ամիս էլ կա։ Մի ամիս առաջ նոր տոնածառը դրել ենք, այո, հիմա խառը վիճակ սենց առևտուր բան էլ է։ Իսկ Հայաստանից դուրս ամանորը նշել եք։ Այո, նշել ենք, հենց եթե ամանորյալ այդ օրերը, հա, նշել ենք, Չեռնագորիա ենք եղել, Վրաստանում ենք եղել, տենց։ Որտեղ է ավելի լավ։ Դե Հայաստանում ավելի լավ է, ամբողջությամբ ընկերներդ, բարեկամություն, այո, ցավոք սրտի ծնողներս Ռուսաստան են, հիմա շատ էի ուզում, որ ծնողներս էլ ստեղ լինեին, բայց տենց մեր տանը։ Ինչպես եք դիմավորում, կա տոնական տրամադրություն։ Իհարկե կա։ Ինչ շուկով եք։ Շատ սովորական։ Փառք Աստծո հիմա ամեն ինչ լիքն է, գումար լինի։ Իհարկե տանը, միայն տան, լինեմ միլիոնատեր, մեկա տանն եմ նշելու, որովհետև նոր տարին ընտանեկան տոնա, մի խոսքով տանից դուրս ես չեմ ընդունում նոր տարի նշել։ Ինչ ավանդույթներ ունեք։ Ավանդույթներ, ճիշտն ասած, տոնացար պարտադիր դնում ենք, բայց հիմա քանի որ երկու փիսոկ ունենք, խուժան, իրանք գցում են այդ տոնացան, դրամար հիմա էլ չենք դնում։ Այդ մի ավանդույթներ ունել ուրիշ տենց չունենք, որ տարեց տարի, ինչ որ չունենք, մենակ այդ տոնածառներ։ Իսկ տոնական տրամադրությունը արդեն կա, թե դեռ։ Չէ, տոնական տրամադրությունը կա, որովհետև նոր տարին, ամանորը, Քրիստոսի ի հայտ գալը, դա կապ չունի ոչ մի բանի հետ, ոչ մի ինչ որ դժվարությունների, ոչ մի քաղաքական, ինչ որ իրադարձությունների կամ ասենք եղանակային ոչ մի բանի հետ կապ չունի։ Մենք ուրախ լինենք, որ Քրիստոսը եկել է, ծնվել է, դա նշանակում է, եթե դու չես ուրախանում ինչ որ մի բանից ելնելով, դա նշանակում է դու Քրիստոսի ծնունդ ավելի ցածր ես դասում, քան ինչ որ չգիտեմ ինչը։ Ոչ, տոնական տրամադրությունը միշտ պետք է լինի, միշտ։ Տանը։ Ինչպես ինչ ավանդույթներով եք դիմավորում։ Սովորական։ Հայաստան։ Տանը։ Ինչպես եք դիմավորում, ինչ ավանդույթներ ունեք։ Սովորական, ավանդական, հայկական ընտանիք ենք։ Սովորական ես, հայրս, մայրս։ Ավանդույթներ որպես այդպեսին դե տոնական սեղան ենք պատրաստում եւ դիմավորում ենք։ Դրանից հետո ընկերներով երևի թե։ Իսկ փորձել եք Հայաստանի այլ քաղաքներում դիմավորել կամ Հայաստանից դուրս։ Հա, իհարկե եղել են տարիներ, որ Հայաստանից դուրս եմ դիմավորել, բայց աշխատանքի բնույթն է այդպեսին եղել, որ այդ պահին այնտեղ լինեմ, բայց առհասարակ կարծում եմ, որ նոր տարին ընտանեկան տոն է։ Տունը։ Իսկ փորձել եք Հայաստանից դուրս նշել ամանորը կամ Հայաստանի տարբեր քաղաքներում։ Չէ։ Տանը Սովորաբար, հա, իհարկե տանը, բայց հաճելի կլիներ, որ ինչ որ մի օտար երկիր գնալ։ Ուր օրինակ։ Անցած տարի Վրաստանում էինք, ճիշտ է, լավ էր, բայց այդքան գող չէինք։ Հիմա այս տարի հələ երկմտանքի մեջ ենք գնանք, թե մնանք այստեղ։ Ընդհանուր առմամբ
մնալ այստեղը ավելի լավ կլիներ, եթե պայմանները, ասենք, ժողովրդի առումով էլի բավարար էին, բայց մենք հələ որոշում ենք։ Կարևոր ուրախ առողջ ամանոր լինի, թեկուզ եւ տանը ընտանեկան Հայաստանում։ Տանը, ամենալավ տեղը։ Սովորաբար տանը։ Միշտ Հարազատները։ Նայած դստրամադրության։ Այդ օրը տանը։ Տանը, տանը։ տանը, տանը, Ինչպես եք դիմավորում, ինչ ավանդույթներ։ ընտանեկան միջավայրում, ընտանիքի հետ։ Իսկ փորձել եք այլ տեղերում, այլ քաղաքներում դիմավորել կամ Հայաստանում։ Չէ, դեռ չի ստացվել, բայց սիրով կգնայի։ Եվրոպա օրինակ։ Տանը։ Ինչ ավանդույթներ ունեք, ինչպես եք դիմավորում։ Բուդդիստ ենք։ Ոչ մի առանձնակպես, ոչ մի բան։ Ինչի վրա ուրախանանք։ Տոնական տրամադրություն կա թե ոչ։ Չէ, ինչի համար։ Տոնական երկիր է, ինչի համար։ Ում ճանաչում ենք, թողին գնացին։ Մենք էլ ենք պատրաստվում։ Էտա, շնորհավոր ձեր համար։ Իմ տանը ամենալավ տեղը աշխարհի։ Ինչպես եք դիմավորում, ինչ ավանդույթներ ունեք։ Ամենակարևոր ավանդույթը որ մարդ իր տանը լինի Քրիստոսի հետ, որտեվ դա սուրբ ծնունդն է, ոչ թե ամանորը։ Իսկ փորձել եք Հայաստանից դուրս նշել ամանոր կամ Հայաստանի մյուս քաղաքներ։ Բացարձակ չէի ցանկանա, որտեվ սա իմ հայրենիքն է։ Տոնական տրամադրություն ունեք Միշտ։ Որտեվ իմ երեխեն իմ հետ է ու իմ մոտ ամեն ինչ լավ է, ես աշխատանք ունեմ։ Տանը, Ինչ ավանդույթներ ունեք։ ոնց որ բոլորը։ Իսկ արդեն կա տոնական տրամադրություն։ Իհարկե կա։ Ստեղ Երևանում։ Իսկ Հայաստանից դուրս Չէ։ Աշխատում եմ, չեմ կարա գնամ, այդ օրն էլ աշխատում եմ։ իսկ կա ցանկություն այլ քաղաքներում ամանոր։ Ինչի չի լինի, ցանկություն միշտ կա, բայց հնարավորություն չկա։